Ողջույն, սելի բարեկամ։ Պողոսը վերադառնում է Երուսաղեմ։ Քաղաքներով եւ գյուղերով Պողոսի շրջագայությունները տարիներ տևեցին։ Մի օր նա որոշեց վերադառնալ Երուսաղեմ, ցանկանալով այնտեղ աշակերտների հետ տոնել հոգեգալստյան տոնը։ Նա գիտեր, որ Երուսաղեմում շատ թշնամիներ ունի։ Ճամփորդելով նա հասավ Միլետոս։ Այնտեղից մարդ ուղարկեց Եփեսոս եւ իր մոտ կանչեց բոլոր երեսներին, որոնք այդ ժամանակ տեղական եկեղեցու պատասխանատուներն էին։ Պողոսը երկար զրուցեց նրանց հետ։ Գիտեր, որ վերջին անգամ է նրանց տեսնում, դրա համար ասաց նրանց. ձեր սրտերում պահեք այն ամենը, ինչ ասացի ձեզ Հիսուս Քրիստոսի մասին։ Աստված ձեզ հետ կլինի եւ կպաշտպանի ձեզ։ Մի բան եւս, որ կարեւոր եմ համարում, հոգ տարեք աղքատներին եւ թույլերին, ինչպես որ Հիսուսն արեց, ասելով. երանի է մանավանդ տալը, քան առնելը։ Այս բաներն ասելուց հետո բոլորի հետ միասին ծնկի գալով սկսեց աղոթել։ Այդ ժամանակ բոլորը շատ լաց եղան եւ Պողոսի վզովն ընկնելով համբուրում էին նրան, վշտացած էին մանավանդ նրա այն խոսքի համար, որ այլևս իր երեսը չեն տեսնելու, այնուհետև նրան ուղեկցեցին մինչև նավը։